Տիկին Վարդանյան, ստիպված եմ հիասթափեցնել ձեզ, իրականում բիզնեսմենների խնդիրները շատ ավելի խորն են, քան այն, ինչ դուք նկարագրեցիք։ Խնդիրը իրականում ոչ 10 միլիոնի շեմն է, ոչ էլ առգրաված համակարգիչներն են, սերվերներն են, խնդիրը մեկ բառով, պարոն Պողոսյան, կոչվում է պետական ռեկետ։ Սխեման հետևյալն է։ Եվ սյուռա, որ դուք խնդիրը գցում եք հարկայինի վրա, հարկայինը գցում է ձեր վրա, որովհետև պետ նախագահի հետ մենք եւս այս քննարկումը ունեցել ենք եւ անմեղ դեմքով ասում եմ մենք ինչ կապ ունենք, քննչականն է մեղավոր։ Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են ձեզանով կզբաղվեն քննիչները։ Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են X գումարի վճարում անել ինչ-որ հաշվեհամարի, որը հետո հաշվարկ կանեն վերադարձ կամ կարվի կամ չի արվի, հակառակ դեպքում սպառնում են կալանավորել կամ տվյալ անձնավորությանը, կամ այն մարդուն, ում անունով այդ բիզնեսն է, իսկ սովորաբար դրանք, օրինակ, չգիտեմ, ընտանեկան կարգավիճակով պայմանավորված տվյալ անձնավորության կնոջն է պատկանում, տղային է պատկանում, չգիտեմ, եղբորն է պատկանում, հետևյալն է, դա է իրավիճակը իրականում, բայց սրանք չէին իմ հիմնական հարցերը, սա արձագանքման մակարդակով։ Պարոն Պողոսյան, նախ որպես ճշտող հարց, ինձ կարող եք ասել, թե մենք քանի քննիչ ունենք։ Հաջորդ հարցերս վերաբերում են քաղբանտարկյալներին, սկսեմ Սամվել Կարապետյանի գործից։ Հարցը հետևյալն է. երբեք գործը ուղարկելու դատարան, ինչպես ասում են, զադержկան ինչումն է։ Միքայել Աճապահյանի մասով։ Տեսեք, մի դեպքում դատախազությունը ասաց, որ որևէ խնդիր այդտեղ չկա իր հայտարարությունների մասով, հանցակազմ չկա, մի 6 ամիս հետո մտածեց, որոշեց, որ չէ, այդուհանդերձ հանցակազմ կա։ Դուք այս մասով, որպես քննչականի նախագահ, խնդիր տեսաք, թե ամենևին էլ չտեսաք եւ տիկին դատախազի հայտարարությունը գործ հարուցելը ձեզ համար բացարձակ ըստ էության իրավիճակի ճշմարտացի պատկերն էր։ Պարոն Պողոսյան, այս ընթացքում բազմաթիվ գաղտնալսումների, գաղտնի տեսանկարահանումների դեպքերի ականատես ենք եղել մամուլում եւ իհարկե հիմնականում իշխանությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցներում տարբեր ձայնագրություններ եւ գաղտնալսումներ հայտնվեցին։ Ինձ հետաքրքիր է, որևէ դեպքով ձեր մտքով չանցավ գործ հարուցել։ Եվ հաջորդ հարցը, պարոն Պողոսյան, մենք 6 ամիս առաջ ենք հանդիպել այս դալիճում եւ այդ ժամանակ հիշում եք ես ձեզ հարցրեցի, թե ինչու 1 տոննա կոկայինի գործը չի ուղարկվում դատարան։ Եվ դուք վստահեցրեցիք ինձ, որ առաջիկայում ուղարկվելու է հսկող դատախազին հաստատման։ Որոշակի գործողություններ կան, որոնք գուցե այդքան էլ էական չեն, բայց այդուհանդերձ դուք որոշել եք դրանք իրականացնել եւ շուտով գործը գնալու է դատարան։ Ինձ հետաքրքիր է, ինչ եղավ այդ գործը, պարոն Պողոսյան։ Որովհետև դեպքեր կան եւ բնականաբար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող դեպքեր, իշխանությունների համար բնականաբար հետաքրքրություն ներկայացնող, որ դուք 2 ամսվա ընթացքում նախաքննությունը ավարտում եք, գործը ուղարկում եք դատարան, իշխանությունների սրտի դատավորներն էլ արագ վճիռները, վերդիկտները կայացնում են։ Շնորհակալ եմ։ Անդրեան պարոն Պողոսյան։ Շնորհակալություն տիկին Խամոյան։ Հարկերի մասով դուք ձևակերպում տվեցիք պետական ռեկերտ, թույլ տվեք ձեր դիտարկումների հետ չհամաձայնվել, ես նշեցի մեխանիզմը եւ նշեցի, թե քննչական մարմինը ինչպես է գործում, ինչպես է քննությունը կատարում, ինչպես է պլանավորում եւ այստեղ ամենևին ինչ-որ այլ գերատեսչության վրա ինչ-որ ձեր ձևակերպումներով ասած գցելու խնդիր չկա։ Մենք նաև նշեմ, որ երբ որ մենք ստանում ենք նախնական հաշվարկ,
մինչև ստուգում նշանակելը նաև նախնական հաշվարկը ըստ էության մենք ինքներս ենք ճշտում, նաև որոշ դեպքերում ստուգում կատարող կամ նախնական հաշվարկը կատարող պետ տեսուչներին հարցաքննում ենք։ Այսինքն նախաքննական մարմինը իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի պարզի օբյեկտիվ իրականությունը։ Ես նաև չեմ բացառում դեպքեր, երբ որ ես նշեցի արդեն իմ խոսքում, որ նախնական հաշվարկի արդյունքում հետագայում, երբ որ մենք ստուգում ենք նշանակում, ստուգման արդյունքում նաև ունենում ենք այդ սկզբնական այդ թիվը, որ մատնանշվել է նախնական հաշվարկում, ունենում ենք նաև էական տարբերություններ, բայց ես նաև իմ խոսքում նշեցի, որ մենք 10 միլիոն դրամը հազիվ գերազանցող դեպքերով չենք զբաղվում, թեև օրենսդրորեն մենք պարտավոր ենք վարույթ նախաձեռնել եւ ունենք դեպքեր, երբ որ բազմաթիվ դեպքերում վարույթներ չենք նախաձեռնում, սա է մեխանիզմը։ Ես հասկանում եմ, որ այս դեպքերով, երբ որ կոնկրետ քրեադատավարական միջոցներ է ձեռնարկում, որոնք միջամտում են նաև որպես այդպիսին տնտեսվարողի գործունեությունը, ինքը նաև որոշակի դժգոհություններ կարող է գեներացնել։ Եվ այս առումով նաև քննչական մարմնում անկախ նրանից, թե օրենսդրական նվազագույն շեմը 10 միլիոն դրամն է գերազանցում, մենք նաև հիմնականում վեր ենք հանում այն դեպքերը, երբ որ պարտադիր կարգով մենք մեր ստուգման արդյունքներով պարզում ենք, որ իրականում անձը խուսափել է հարկային պարտավորություններից։ Այս մասով սա, ինչ վերաբերում է Միքայել Աճապահյանի հետ կապված դեպքին, Տիկին Խամոյան, նշեմ, որ դուք նշեցիք, որ դատախազը գործ է հարուցել, բայց քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազը գործ քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի։ Հասկանում եմ ձեր հարցը, վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը։ Այ դուք նշեցիք, որ մի դեպքում տեսել է, որ մյուս դեպքում չի տեսել։ Նշեմ, որ ընդհանրապես օրենքով հաղորդման ընթացքը լուծելու, երբ որ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, երկու ընթացակարգ գոյություն ունի՝ վարույթ նախաձեռնել կամ վարույթ չնախաձեռնել։ Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում է հսկող դատախազին, որը իր լիազորությունների շրջանակներում կամ արարքի իրավաբանական գնահատականի կամ, չգիտեմ, փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ։ Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատում է հսկող դատախազի կողմից։ Ձեր մատնանշած դեպքում, այդ որ ասում եք մի դեպքում չի նախաձեռնել, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի։ Հետևաբար օրենքի տեսանկյունից քրեադատավարական արգելք չվերացված որոշում արկա չի եղել։ Այսինքն օրենքը երբևիցե այս դեպքում արգելք չի եղել քրեադատավարական, որպեսզի վարույթ նախաձեռնենք։ Վարույթ չնախաձեռնելու արձանագրություն նույնիսկ ձեր մատնանշած դեպքում չի եղել։ Այսինքն օրենսդրական տեսանկյունից որևիցե արգելք չենք ունեցել։ Եվ հաջորդը, քանի որ արդեն իսկ կա դատական ակտ, ճիշտ է, ես տեղյակ եմ, որ դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ես կներեք, բայց որպես իրավաբան եւ որպես կառույցի քննչական կոմիտեի նախագահ, ես չեմ կարող արդեն իսկ մեկնաբանեմ արդեն դատական ակտով, կարծում եմ դատական ակտի մեջ այդ հանգամանքներին անդրադարձ կարող է եղած լինի եւ ես կոռեկտ չեմ համարում, առնվազն երբ որ հրապարակային դատաքննություն է տեղի ունեցել, եւս մեկ անգամ անդրադառնամ այն հարցերին, որոնք որ պաշտպանության կողմը վստահ եմ բարձրացրել է այդ հարցերը։ Այս մասով սա հաջորդը դուք նշեցիք, որ 1 տոննա կոկաինի գործի հետ կապված, որ նախորդ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ այդ գործը առաջիկայում դատան, ես վերահաստատում եմ իմ խոսքը։ Տիկին Խամոյան, ժամկետները գործերի քննության, մեկին նախատեսը քրեական դատավարության օրենսգրքով հստակ է, խնդրեմ պարոն Փոսյան։ Չեմ խանգարում։ Գիտեք ինչ, որ պահից սկսած, երբ որ ես որպես քննչական կոմիտեի նախագահ ձեզ հստակ օրով, ժամով ասեմ, որ այս պահին գործը դատան է, որ դա լուրջ չի ընկալվի։ Գիտեք, ես նշել եմ առաջիկայում գործը դատան է ուղարկելու։ Ի տարբերություն
մյուս հանգամանքների քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է ժամկետներ, որը կախված է քրեական հետապնդման առավելագույն ժամկետների հետ, առավելագույն ժամկետների երկարաձգման մեխանիզմներ է նախատեսում է այդ ընթացքում քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու ընթացակարգեր, այսինքն վստահ եղեք, որ մենք այդ ժամկետները պահպանել ենք եւ պահպանելու ենք։ Սա մեկ։ Երբ որ ես նշում եմ, որ առաջիկայում նշանակում է քրեադատավարական օրենքով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների տիրույթում մենք գործը ավարտելու ենք իմ մատնանշած վախճանով։ Ինչ վերաբերում է, որովհետև ես նաև հագագծեր բացեմ, որովհետև այստեղ նախաքննական գաղտնիք չի, մենք նաև ստացել ենք որոշակի տեղեկություններ այս ընթացքում, որոնք որ եւս մեկ անգամ ապացուցել են կոնկրետ անձի մեղավորությունը ըստ մեզ, ձեռք ենք բերել նաև ապացույցներ, ուղիղ ապացույցներ ընդ որում, բայց նաև քննչական մարմինը ըստ էության նաև իրավական օգնությունների հետ կապված խնդիր կա, որը ըստ էության մեզնից կախված չի այդ իրավական օգնությունների կատարման հանգամանքը, որ պահից սկսած մենք կավարտենք այս ապացուցողական գործողությունները, կսպառենք մեր լիազորությունները, վստահ եմ այս պահին էլ ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի իմ մատնանշած վախճանով այդ գործն ավարտի եւ նորից եմ վերահաստատում այդ գործը ունենալու է դատական վախճան։ Այլ ելք պարզապես չկա այդ գործով։ Դուք Տիկին Խամոյան հանգիստ եղեք, այդ գործը գնալու է դատարան։ Դուք նշեցիք նաև գաղտնալսումների հետ կապված, որ գաղտնալսումներ մենք ստացել ենք հաղորդումներ տարբեր դատավարության մասնավոր մասնակիցների կողմից, տարբեր ֆիզիկական անձանց կողմից գաղտնալսումների հետ կապված, երբ որ հաղորդումներ են ներկայացրել, որքան տեղյակ եմ, այդ դեպքերով քննիչը որոշում է կայացրել վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, ես հիմա չեմ կարող այս պահին ասել վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից թե ոչ, որովհետև հնարավոր է իրավիճակ, երբ որ քննիչը որոշում կայացնի վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, հսկող դատախազը չհաստատի եւ հանձնարարի, որպեսի վարույթ նախաձեռնվի։ Հիմա ես կոնկրետ այդ դեպքերով չեմ ուզում ընդհանրական ասեմ, բայց նաեւ նշեմ, որ նաեւ նախկինում ենք ունեցել բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ որ անձինք ըստ էության նաեւ հաղորդում են ներկայացրել, որ ենթադրաբար խախտվել է իրենց հեռախոսային նամակագրության գաղտնիության իրավունքը, վարույթ չենք նախաձեռնել եւ դատական կարգով բողոքարկել են եւ որքան տեղյակ եմ նաեւ դատարանը ըստ էության արդյունք չեն գրանցել, ես մոնիտորինգ չեմ իրականացրել այդ դեպքերով, բայց նշեմ, որ նաեւ Տիկին Խամոյան ընդհանրապես քրեադատավարական օրենսդրության մեջ քննիչը ինքնուրույն է եւ այս առումով քննիչը ինքնուրույն է որոշում կայացնում օրենքով եւ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ պատասխանատու է իր կատարած որոշումների համար, հետեւաբար այս առումով քննիչն է որոշում կայացնում վարույթ նախաձեռնել թե չնախաձեռնել։ Այսքանը հարցը կկրկնեք, ինչ հարց։ Տիկին Խամոյան, չգիտեմ այդ հարցին ինչ պատասխանեմ։ Մենք քննություն ենք անում, նախաքննություն ենք իրականացնում։ Այդտեղ նախաքննություն է իրականացվում, գործը գիտեք, որ ինքը հավանաբար տեղյակ եք, որ ինքը հսկայածավալ քրեական վարույթ է։ Հսկայածավալ քրեական վարույթ է, այնտեղ մենք գործ ունենք փողերի լվացման հետ, այդ հանցակազմի հետ գործ ունենք, այնտեղ գործ ունենք խարդախությունների հետ, հարկերը չվճարելուց խուսափելու հետ, այսինքն քրեական վարույթը իր ծավալով աննախադեպ է եւ քրեական վարույթով բազմաթիվ քննչական եւ այլ վարույթային գործողություններ են կատարում, որ պահին ավարտենք այդ գործողությունները, վստահաբար կորոշվի նաեւ քրեական վարույթի ելքը։ Այսքանը կարող եմ պատասխանել։ Ես նշեմ, որ ներկայումս համալրված է այս պահի սկսած 811 ինքնավար հաստիք, թափուր է 203-ը, կարող եմ նշել նաև, թե որքան կին ծառայողների թվաքանակը
158-ն են։ Արձագանք ունեք Կին Կամյան։ Իհարկե ունեմ։ Պարոն Պողոսյան, առաջվա էնտուզիազմը չկա։ Որովհետև դուք էլ շատ լավ գիտակցում եք, թե ինչ եք անում եւ ինչպիսի պատասխանատվություն է սպասվում ձեզ։ Այս ձեր անկեղծությունը ուզում եմ ընդգծել։ Նախ ես ուրախ եմ, որ դուք չհերքեցիք, որ քննիչները բիզնեսմեններին ստիպում են X գումար մուծել, հակառակ դեպքում սպառնում են նստել կամ նստեցնել։ Ազգակցական որևէ ազգակցի։ Այս մասով ես խնդրում եմ այս արձանագրումը անենք։ Ես պատահական չհարցրեցի, թե մենք քանի քննիչ ունենք, պարոն Պողոսյան։ Մենք ունենք 810 քննիչ փաստորեն։ Սամվել Կարապետյանի գործով եւ պատահական չհարցրեցի, թե հունիսի 17-ից գործը ինչի չեք ուղարկում դատարան, որովհետեւ 811 քննիչներից 52-ին դուք ներգրավվել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ։ 52 քննիչ եք ներգրավել եւ գործը չեք կարողանում ուղարկել դատարան։ Ես կանխատեսում էի, որ դուք կասեք, որ այնտեղ փողերի լվացում կա, ծավալուն է գործը եւ այլն եւ այլն։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու հատվածը առանձին ուղարկեիք դատարան։ Ինչի չեք արել, որովհետեւ ձեզ պետքա, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Միջին վիճակագրական հայ մարդու մոտ պարզ է։ Պարոն Պողոսյան, այլ հարց եմ ուզում տալ։ Սամվել Կարապետյանի հետ որևէ գործողություն կատարվել է քննչական։ Օրինակ, հարցաքննություն եղել է, թե չի եղել։ Առերեսում եղել է, թե չի եղել։ Ես գիտեմ, որ չի եղել։ Փաստաբաններն էլ պնդում են, որ վատ եք աշխատում, շատ վատ եք աշխատում, բայց ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Դուք վատ չեք աշխատում։ Դուք ձեր արժև խնդիր եք դրել Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ եւ հրաշալի կատարում եք ձեր առաջադրանքը։ Միքայել Աճապահյանի մասով, պարոն Պողոսյան, դուք ասում եք, որ առաջին ատյանի դատարանի որոշումը չեք ցանկանում մեկնաբանել, բայց կարակ չէ մեկնաբանեիք։ Ինչի եք միջնորդում, որ Աճապահյանին անպայման խափանման միջոցը պետքա կալանքը լինի։ Առհասարակ կալանքի էս ինչ ֆետիշացում է ձեր մոտ։ Կալանքը ֆետիշ է դարձել ձեզ համար։ Դուք կարող եք ինձ բացատրել, ինչ պետք է աներ Միքայել Աճապահյանը, Սրբազանը ազատության մեջ։ Այլ բան եմ ուզում ձեզ հարցնել։ Երբ որ ընդդիմադիրների մասին է խոսքը, ինչի այլ խափանման միջոց գոյություն չունի, քան կալանքն է։ Լիդիա Մանթաշյանի մասով, Բագրատ Սրբազան, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, դեպետեսոր կալանավորված է։ Այդուհանդերձ, ավելի հեռուն կարող եմ գնալ, պարոն Պողոսյան։ Օրինակ, ՔՊԱ-կան падգամավորի Զոքանչը ինչ է արել, որ դուք իրան կալանավորել եք Վարդան Ղուկասյանին, ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար։ Այն անչափահասը, որին դուք կալանքի միջնորդություն եք տվել Գյումրիում հայտնի իրադարձությունների ժամանակ, ինձ կարաք բացատրեք, ինչ է արել կամ ինչ կարա անի, որ դուք միջնորդել եք, որ խափանման միջոցը ընտրվի կալանքը։ Պարոն Պողոսյան, դուք ասում եք, երբ որ ձեզ ձեռ է տալիս, դուք ասում եք, դե ծավալուն է, չենք կարա ուղարկենք անմիջապես դատարան, նույն կոկայինի գործին հեսա կանդրադառնամ 2 տարի է անցել։ Երբ որ ձեզ պետք է, դուք 2 ամսվա ընթացքում նախաքննությունը ավարտում եք, գործը ուղարկում եք դատարան, դատավորն էլ արագ վերդիկտը կայացնում է, առաջին ատյանի գոնե։ Երբ որ ձեզ պետք է։ Օրինակ, փաստաբան Կոչուբաևի գործը։ Ինձ կարող եք ասել, ինչի է խափանման միջոցը փաստաբանի ընտրվել կալանքը։ Facebook-ում գրառում արել, դուք կարծում եք, որ դա վիրավորական է, կարծում եք, որ արատավորող տեղեկությունները հայտնել, շատ լավ գործ եք հարուցել, լավ եք արել։ Խափանման միջոցը կալանք ինչի եք ընտրել։ Ինչ պետք է աներ այդ մարդը ազատության մեջ։ Նորից եմ ասում, իրա
Ստատուսը պետք է խմբագրել, վախեցել եք, որ կարող է խմբագրել ստատուսը, դրա համար խափանման միջոցով կալանք եք ընտրել, ամփոփում եմ։ Պարոն Պողոսյան, եւ կոկայինի գործով։ Ես ասում եմ 6 ամիս առաջ ենք մենք այս դալիճում քննարկել։ Եվ դուք շատ ավելի ինքնավստահ դեմքով վստահեցրել եք, որ առաջիկայում գործ ուղարկվելու է դատարան։ Ես գիտեք ինչ ասեցի այդ օրը, եթե հիշում եք։ Ես ասեցի այդ առաջիկայում նոյեմբերին ժամկետը լրանալու է, կարճելու եք եւ ոչ մի գործ էլ դատարան չեք ուղարկելու։ Այդ 52 քննիչին, որ ներգրավել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ, այն 54 քննիչին, որ ներգրավել եք Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի մեջ, այդ քննիչներին ներգրավեք այս գործը բացահայտելու, նախաքննությունը ավարտելու եւ դատարան ուղարկելու։ 2 տարի անցել, նորից եմ ասում։ Գաղտնալսումների մասով, պարոն Պողոսյան, 2019 թվականին, երբ որ գաղտնալսել էին ԱԱԾ պետին ու Նիկոլ Փաշինյանին, մի քանի ժամ հետո գործ հարուցվեց գաղտնալսման մասով։ Ես նորից եմ ասում, բազմաթիվ դեպքեր են եղել այս ընթացքում, որ դուք գործ չեք հարուցել։ Դուք ասում եք, մենք սպասում ենք հաղորդման, դուք հարուցեք, որովհետև դա ձեզ ձեռնտու չէ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Խամոյան։ Դուք նշեցիք դարձյալ անդրադարձակ այսպես ասած կոկայինի հետ կապված գործին, ձեր խոսքից այնպիսի տպավորություն է, որ այդ գործը կարճվել է։ Ես նշում եմ, որ գործը գնալու է դատարան։ Հիմա դուք ժամկետներ եք ուզում, ես ժամկետներ չեմ կարող ասել, որովհետև այն ժամանակ 6 ամիս առաջ էր, չգիտեմ, երբ որ մենք քննարկում էինք ունենում, մենք պլանավորել էինք կատարել որոշակի քննչական գործողություններ, բայց ի տարբերություն քրեադատավարական օրենսդրությամբ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ որ մենք այն ապացույցը, որը որ պլանավորում ենք ստանանք, ապացույցը ստանալուց հետո դարձյալ կարիք է լինում որոշակի գործողություններ կատարել։ Ես հիմա ոնց մեկնաբանեմ ձեր ասածը, գործը չի կարճվել, քրեական հետապնդումը չի դադարեցվել, մենք գործում ենք քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետների խստիվ պահպանմամբ եւ ես ձեզ նշեցի քրեական վարույթը ինչ ելք է ունենալու։ Հիմա սրանից ավել ես չեմ կարող որևիցե այլ մեկնաբանություն տալ։ Նշել եմ, որ գործը ունենալու է դատական վախճան, կունենա դատական վախճան։ Հուսով եմ ինձնից չեք ակնկալում նաև ստանալ, թե դատարանում այդ գործը ինչ ելք է ունենալու։ Նշում եք, որ 52 քննիչ են ներգրավել Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթով։ Ես նշեմ, որ ընդհանրապես դուք ոնց եք պատկերացնում, երբ որ դուք մտածում եք, որ այդ 52 քննիչը, երբ որ ներգրաված է մեկ գործով, այդ քննիչը հետագայում այլ քրեական վարույթներով որևիցե գործողություն, ես ձեր ընկալմամբ եմ ասում, որ որևիցե գործով չի զբաղվում, ամենևին դա այդպես չէ։ Տիկին Խամոյան, այստեղ նրբություններ գոյություն ունեն, երբ որ սկզբնական վարույթ ենք նախաձեռնում, կապված այն առաջնային քննչական գործողությունների կատարման բնույթից, տեսակից, քանակից ես կամ քրեադատավարական վերադասը որոշում է կայացնում X քանակով քննիչներ ներգրավելու քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ։ Օրինակ, միաժամանակ երբ որ պետք է կատարվի օրինակ 100 խոզարկություն, քննչական մարմնի ղեկավարը որոշում է կայացնում առնվազն 100 հոգուց բաղկացած քննչական խումբ ստեղծելու մասին։ Դրանից հետո, երբ որ այդ անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվում են, չի նշանակում, ճիշտ է, ֆորմալ առումով քննչական խումբը շարունակում է գործել, բայց արդեն իսկ հիմնական քննչական գործողությունները կատարում է քննչական խմբի ղեկավարը։ Սա այս մասով եւ նշեմ, որ նաեւ բազմաթիվ վարույթներ ունենք, երբ որ ոչ թե 52 քննիչ, այլ շատ ավելի մեծ քանակությամբ քննիչներ ենք ներգրավել։ Որովհետեւ այո, այդ գործով ի սկզբանե հսկայածավալ մեկ գիշերվա ընթացքում հսկայածավալ շուրջ 100 խոզարկություններ են կատարել եւ հաշվի առնելով նաեւ մեղադրյալ ներգրավված անձանց քանակը
դրանով է պայմանավորված, բայց հետագայում բնականաբար փաստաբաններն էլ կփաստեն, որ հետագայում քննչական խմբի անդամները շատ եզակի թվով քննչական գործողություններ են կատարում, այսինքն քննիչները զբաղվում են իրենց հիմնական գործով, սա մեկ։ Նշել եմ, հերթով կանադառնամ, այդտեղ նաև իրավաբաններ կան, երբ որ մենք անձին մեղադրանք ենք ներկայացնում, մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվում հսկող դատախազի կողմից մի քանի հոդվածներով եւ միասնական մեղադրանք գոյություն ունի, երբ որ մեղադրանք ենք ներկայացնում, օրենսդիրը մի մեխանիզմ է նախատեսել, չեն կարող մեղադրանքը օրենսդրական ընդհանրապես հնարավորություն գոյություն չունի, չեն կարող տրոհել մի հոդվածը, մեղադրանքը տրոհել մի մասով ուղարկել դատարան, մի մասով շարունակել նախաքննությունը։ Մի մեխանիզմ կա, եթե մյուս մեղադրանքների գնահատականների մասով չի հաստատվում մեղադրանքը, քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն կա։ Այսինքն մեղադրանքը չեն կարող տրոհել, այս էլ ձեր հարցի պատասխանը հույս ունեմ, այս առումով գոնե սպառիչ պատասխան ստացաք։ Հաջորդը Տիկին Խամոյան, նշում եք, որ օրինակ Սամվել Կարապետյանի հետ որևէ գործողություններ կատարվել են, թե ոչ։ Ես նախ հիմա չեմ պատրաստվում ներկայացնեմ, թե օրինակ դուք մտածում եք, որ ենթադրաբար այդպես եք կարծում, որ քննության ջանասիրությունը կապված է բացառապես անձի հետ գործողություններ կատարելու հանգամանքի հետ, ամենևին ոչ։ Քննությունը ոչ միայն տվյալ կոնկրետ մեղադրյալի հետ կապված գործողությունների կատարում է ենթադրում, հարցաքննություններ, առերեսումներ, ոնց որ դուք նշեցիք, այլ նաև բազմաթիվ այլ գործողություններ, որոնց մեղադրյալը կարող է եւ պարտադիր չէ, որ մասնակից լինի։ Չեմ հաստատում։ Ընդրում եմ, էլի։ Չեմ հաստատում։ Իրավունքից օգտվեցիք։ Կոնկրետ մեղադրյալի հետ կապված գործողություններ կատարվել է, բայց քանակը ես չեմ կարող նշել։ Հիմա հաջորդ հարցնելու եք, երբ է կատարվել, քանի անգամ է գործողություններ մի քանի անգամ կատարվել են։ Գործողություններ կատարվել են, ընդ որում մի քանի անգամ։ Բայց նույնիսկ եթե այդ գործողությունները չկատարվեին, նախաքննությունը չի ենթադրում, որ ձեր ասած ջանասիրությունը պայմանավորված լինի բացառապես մեղադրյալի հետ գործողությունները իրականացնելով։ Այս մասով սա, հաջորդը դուք նշում եք կալանքը պետիշ եք դարձրել, ես վիճակագրություն եմ հանել, Տիկին Խամոյան, իհարկե վիճակագրությունը վերաբերվում է այս տարվա 9 ամիսների ընթացքում, նշեմ, որ անցած տարվա համեմատ ես երբ որ այս տարի էր, երբ որ ես ասացի, որ կալանքների հետ կապված մենք որոշակի փոփոխություններ կատարենք մեր մոտեցումները եւ այլն կալանքի միջնորդությունները, մենք ունենք կալանքների միջնորդությունների թվի զգալի նվազում։ 16 Չէ, լսեք, չէ, բայց մենք չենք տարբերակում ձեր համար, դա քաղաքական, մեր մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա։ Ընդհանուր թիվն եմ ներկայացնում 16.4%-ով, դա հսկայական թիվ է կազմում, 16.4%-ով նվազում ունենք։ Սա արձանագրում եմ, նաև նշեմ, թե դա ինչի արդյունքում է, որովհետև հանրարական է տրվել այդ մասով, որ հարուցել միայն բացառիկ դեպքերում եւ խիստ անհրաժեշտության դեպքում, ընդ որում ստեղ նաև դուք նշում եք մի քանի գործեր վկայակոչեցիք։ Այո։ Գիտեք ինչ, Տիկին Խամոյան, երբ որ մենք օրենքով հստակ մեխանիզմներ գոյություն ունի եւ կալանքի իրավապայմաններ գոյություն ունի, երբ որ համապատասխան հիմքերը արկա են լինում, քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի։ Եվ քննիչը չի որոշում, չէ, քննիչը չի որոշում, որ անձը քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացնում, բայց դա դատարանն է որոշում, որովհետև համապատասխան Համայան, ես ներողություն, պարոն, հազար ներողություն, տեսեք։ Քննչական կոմիտեն իրոք իրավասու է եւ իր դերը, ես ավարտեմ, չէ, Տիկին Խամոյան, մի վարքյան, էլի, եւ իր դերը այնպեսին է, որ ինքը պետք է այո, փորձի քննության արդյունավետությունը ապահովելու համար նաեւ իր համար արդյունավետ, տեսեք, արդյունավետ խափանման միջոց կիրառի։ Խափանման միջոցի կիրառման իրավաչափ, ոչ իրավաչափ լինելը,
Արդյոք այս բaragայում պետք է տրվի թե ոչ Տիկին Խաբյան, շատ կարճ եմ ասել, էլի։ Սա դատարանի տիրույթում է։ Հիմա էլ հստակ որ չասեք հետո մեսեջ եք տալիս, հուշում եք տալիս, յուրաքանչյուր դատավորին ասում եմ, յուրաքանչյուր դատավոր պատասխանատվություն է կրելու անկախ ով ինչ կասի իր կայացած որոշումների համար, թե լավ, թե վատ։ Եվ այստեղ վերջակետ դնենք, որտեվ կալանքի թիվը կարա ավելանա պակասի, ման ոչ թե նրանից, որ չգիտեմ, քննչական կոմիտեն շատ կալանք է տանում, այլ որտեվ իրավիճակ է ստեղծվում, որի պարագայում պարզապես այլ խափանման միջոց կիրառել չի կարելի։ Մեթոդաբանության խնդիր ունենք, եկեք շտկենք, սա էլ օրենսդրական խնդիր։ Ես բան չեմ անում։ Ազդեցություն ունենար, երկրից կարար փախներ, նախաքննության վրա կարար ազդել։ Մենք իրավաբան չենք, բոլորս գիտենք, չէ՞, որոնք են հիմնական հիմքերը, ասեք։ Ես նշեցի, որ համապատասխան հիմքերը քննիչը ունեցել է։ Այդ հիմքերը Տիկին Խամոյան ոչ թե կանխատեսելի բնույթ ունեն, քննիչնիկն է որոշում, միշտորություն ներկայացնել թե ոչ եւ վերջնական արդյունքում դատարանն է որոշում, այդ հիմքերը բավարար են եղել թե ոչ։ Դուք նշում եք, որ օրինակ, չգիտեմ, մի քանի գործեր մատնանշեցիք, Տիկին Խամոյան, ասենք օրինակ, չգիտեմ, դուք վկայակոչում եք, չգիտեմ, ձեր գործընկերոջ հետ կապված գործ Արտուր Սարգսյան եւ այլն, դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ, այդ այն արարքը, որ մեղսագրվել է կոնկրետ այդ անձանց մենք դիտարկեինք այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։ Կարծում եմ, էսի լուրջ չի։ Հաջորդը դուք նշում եք Գյումրու դեպքերի հետ կապված, ինչ որ զոքանչի, ես չգիտեմ ում մասին է խոսքը, բայց Տիկին Խամոյան, այդ գործով բազմաթիվ անձանց վերաբերյալ ենք մենք միջնորդություններ ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, որոշ մասով ունենք բավարարումներ, ունենք նաև մերժումներ, ունենք նաև այլընտրանքային խափանման միջոցներ կիրառված, կապված նաև ունենք դեպքեր, երբ որ մենք ինքնուրույն որոշել ենք, որ անձի նկատմամբ պետք է ընտրենք այլընտրանքային խափանման միջոց, այս դեպքեր էլ ունենք, դա կախված է անձի վարքագծից, շատ այլ գործոններից։ Հիմա օրինակ այդ Գյումրու դեպքերով դուք տեսաք, թե կոնկրետ ինչպիսի միջամտություն էր կատարվում եւ ինչպիսի ինտենսիվ միջամտություն էր կատարվում, սկսած արդարադատության իրականացնելուց խոչընդոտу, այսինքն երբ որ մարդիկ նույնիսկ ոտնձգում են այնպիսի օբյեկտի նկատմամբ, որոնք որ կապված է զուտ ընդհանուր քրեական վարույթի բնականոն ընթացքի հետ կապված, այդ մարդկանց նկատմամբ որպես պրակտիկա նշեմ, որ պարտադիր միջնորդություն ենք ներկայացնում, որպեսզի կալանք ընտրվի որպես խափանման միջոց եւ հաշվի առնելով նաեւ այն, որ այդ անձինք իրենց վարքագծով հնարավորություն ունեն եւ ի պաշտոն է ազդելու որոշակի անձանց վարքագծի վրա եւ ազդել են։ Այսինքն դե փաստարկված ենք ներկայացրել, հետեւաբար այս առումով էլ այսքանը։ Ինչ նշեցիք, թե ինչու եք շուտ գործերը ավարտել, մենք շահագրգռված ենք բոլոր քրեական վարույթներն էլ ավարտել սեղմ ժամկետում։ Հիմա օրինակ դուք նշեցիք որոշակի մատնանշեցիք քրեական վարույթ, այդ վարույթը իրանից որոշակի բարդություն եւ այսպես ասած քննություն կատարելու անհրաժեշտություն չկար, այնտեղ որոշակի գործողություններ սկզբնական շրջանում կատարել ենք, անհետաձգելի գործողություններ բազմաթիվ եւ հենց դրանով ես մտածում եի, որ այս առումով դուք պետք է գոհունակությամբ արձանագրեք, որ քրեական վարույթը ավարտել ենք սև ժամկետում, անձը տևական ժամանակ չի մնացել կալանքի տակ, բայց ստացվում է մի իրավիճակ, երբ որ դուք ասում եք, որ ինչի այդ գործը շուտ ավարտեցիք, որովհետև այդ գործով սկզբնական գործողությունները ավարտեցինք եւ գտանք, որ գործը պետք է ուղարկենք դատարան։ Այսքանը, շնորհակալություն։